արդեն պատերը քանդվում է ամբողջությամբ։ Մենա քարերը արդեն ընկնելու վտանգի տակ են, այսինքն միջև վերև, միջև Զարթան աղշը։ Սա այս հատվածն է։ Մոտ 2 շաբաթ առաջ ազգային պատկերասրահի այս հատվածի մասին լուսանկար էի ուղարկել պատկան մարմիններին, որ այս հատվածը փնթի վիճակում է, սենց ասած։ Այս տեսնում էր այդ հատվածը այդ օրը։ Հենց նույն օրը Կենտրոն վարչական շրջանի թաղապետը կարգի բերեց այդ հատվածը, բայց իմ ուշադրությունը գրավեց մեկ այլ փաստ, թե ինչ գործ ունի այս խողովակը ստեղ։ Ու բնականաբար ես պատկերացրեցի, որ դա վերևից պետք է ընկած լինի, ու երեք գնացի ստուգեցի ու տեսա, որ այո, դա ազգային պատկերասրահի շենքի տանիքից ջրահեռացման համակարգի համար նախատեսված ժոլոբն է, ասենց ասած, տրուբան է, ու դրա ընկման պատճառով պատերը հիմա քայքայվում են, ջուրը, անձրևաջուրը եւ բաներից հոսած ձնհալի ջուրը քայքայում է ազգային պատկերասրահի պատերը։ Ու այսօր արդեն անձեն աչքով տեսանելի է այս ցավալի պատկերը, թե ինչպես են քայքայվում բնական քարերը։ Իսկ պատճառը մի քանի պատասխանատուների անփույթ աշխատանքն է, որոնք չեն հետևում շենքի վիճակին։ Պատկերասրահի մյուս հատվածում եւս ջրատար համակարգի խնդիր կա։ Այս ներքևի մասը չհաշվենք, գնանք դեպի վերև։ Նայեք, էլի այն մասից ճիշտ է խողովակը կա, բայց ենթադրում եմ իրար մեջ լավ չի հագցված, այն մասի ջուրը թողում է ու արդեն պատերը քանդվում է ամբողջությամբ։ Մենա քարերը արդեն ընկնելու վտանգի տակ են, այսինքն միջև վերև, միջև Զարթան աղշը։ Սա այս հատվածն է։ Իսկ սա պատկերասրահի այդ նույն պատն է 2016 թվականին, որը Yandex-ի պանորամայի նկարներից եմ ես նայել, պատի վրա տեսնում եք, որ ոչ մի հետք չկա, այսինքն դա վերջին մի քանի տարիների շենքի չսպասարկման արդյունքում է առաջացել այս բոլոր խնդիրները։ Իսկ սա ազգային պատկերասրահի բակային հատվածն է, այս տեսքը ունի հիմա։